Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում, ինչպես գիտեք, մարտի 29-ից ինքնաբուխ այս հավաքից հետո մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել, հանդիպումներ ենք ունեցել կառավարության հետ, ցավոք սրտի մինչ օրս դրական պատասխան չի եղել, միայն պատրաստական են եղել սոցիալական բլոկի մասին քննարկումներ ունենալ, մենք եւս պատրաստական ենք այդ առումով իրենց հետ քննարկումների մեջ մտնելու համար, մինչ այս պահը որևէ ազդակ, որևէ տեղաշարժ չի եղել հավաքական վերադարձի մասին խոսելու համար, գերիների մասով որևէ խոսակցություն չի ծավալվել իրենց մասով եւ միայն այն պատասխանը, որ պատրաստական են եւս մեկ ամիս երկարաձգել 50,000 դրամ աջակցությունը այն նախապայմանով, որ վրանը պետք է հանենք, մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել խորհրդի անունից, որ սա այն հարթակն է, որտեղ մեր քաղաքացիների հետ շփվում ենք, լսում ենք իրենց մտահոգությունները, կուտակված խնդիրները եւ փորձելու ենք հավաքագրել եւ ներկայացնել կառավարությանը։ Ինչպես գիտեք, մինչև ամսի 15-ը հանրային լայն քննարկումներ են կազմակերպում ինչպես արցախյան, այնպես էլ հայաստանյան քաղաքական ուժերի հետ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Օրը հագեցած է լինում, լսում ենք տարբեր կարծիքներ, հաշվի ենք առնում այդ ամենը եւ վստահ եմ այսօր եւս լինելու են ձեր կողմից առաջարկներ եւ կառուցողական մթնոլորտում կքննարկենք այն բոլոր ծրագրերը, որոնց առաջ մենք կանգնած ենք։ Ես նաև նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք ընդհանրապես նախաձեռնել եք այս գործընթացը։ Սա ոչ միայն շարժում է իրավունքի պաշտպանության, այլ բազմաթիվ խնդիրների բարձրաձայնման վերհանման, այն որ Արցախի ճակատագրի, արցախցիների ճակատագրի մասին մեր մտահոգությունը առկա է եւ ամենօրյա բարձրաձայնման առարկա, կարծում եմ ձեզ մոտ երկրորդ կարծիք չկա այդ մասով եւ որևէ մեկն էլ չունի, որովհետեւ դա մեր հավաքական հայրենիքի իրավունքների պաշտպանության, արցախցիների իրավունքների պաշտպանության մասին է։ Եթե խոսում ենք սոցիալական խնդիրներից, իսկ ինչը անտարանջատելի խնդիր է Հայաստանում ձեր արժանապատիվ կենսագործունեությունը ապահովելու, ապա դա մի բաժին է միայն ձեր հավաքական իրավունքի։ Եվ երբ որ ասում եմ ձեր, ոչ թե տարանջատում եմ, այլ ուզում եմ ընդգծել, որ արցախցիների Հայաստանում ապրելու, արժանապատիվ ապրելու պարագայում է միայն Արցախ վերադառնալու իրավունքի պաշտպանությունը, առհասարակ հարցին հետևողականություն տալու հնարավորությունը։ Եվ ինձ համար շատ կարևոր է, որ արցախցիները, այն հայրենազուրկ մեր հայրենակիցները մնան Հայաստանում եւ դրա համար ինչ անհրաժեշտ միջոցներ կա, եւ կառավարությունը, իշխանությունը եւ հայ ժողովուրդը բոլորս պիտի հանձնառու լինենք։ Ես գիտեմ ու բազմիցս ձեզ այնցել եմ լսել, թե ինչպես է հայ ժողովուրդը վերաբերվել, ընդունել մեր արցախցի հայրենակիցներին, ինչ բաց սրտով եւ ինչպիսի վերաբերմունքով, եւ արհեստածին որևէ հանգամանք չի կարող ընդհանրապես ստվեր նետել այս հարազատության վրա։ Սա քննարկման անգամ առարկա չէ, բայց այն ինչ մենք տեսնում ենք որպես քաղաքականություն, այս պահին շատ դժվար կացության մեջ է դնում արցախցիներին եւ ինձ համար նաեւ նախկինում Արցախում աշխատած սոցիալ-նախարար շատ պարզ է, թե ինչու պիտի այս խնդիրները չտարանջատվի Արցախ վերադառնալու իրավունքից, ձեր բազմաթիվ իրավունքներից, որոնց մասին որ բարձրաձայնել եք ձեր 12 կետերի միջոցով, որովհետեւ մենք կեցության հարցը մինչեւ չլուծվի, մարդիկ կանգնելու են բազմաթիվ սարսափելի խնդիրների առջև, մեկը մյուսից բխող։ Հետևաբար այս աջակցությունը մեր խորին համոզմամբ պիտի շարունակվի այնքան ժամանակ, մինչև արցախցի ընտանիքները չեն ապահովել բնակարաններով, կեցության պայմաններով արժանապատիվ եւ իրենց վայել։ Այդ թվում նաեւ աշխատանքը եւ բոլոր փոխկապակցված են, բայց եթե աշխատանքը գոնե այս պահին տնտեսական հարաբերությունների նաեւ տիրույթում է, երբ որ գործազրկություն կա, դժվար է Հայաստանում եւ այլն, բնակեցնելու եւ բնակարաններ ստեղծելու հնարավորությունը գոնե պետության հնարավորությունների մեջ է եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելը լիարժեք մտնում է արցախցիների իրավունքների պաշտպանության տիրույթ եւ հետեւաբար կառավարությունը պարտավոր է այդ պայմանները ապահովել նախքան որևէ կրճատումներ իրականացնելու սոցիալական ոլորտի աջակցությամբ։ Սա
իմ խորին համոզմունքն է։ Մենք բնական է ծանոթ ենք նաև բնակարանային ծրագրի, որ առաջարկվում է, այնտեղ դրված պայմաններին, որոնք հաճախ անընդունելի են, որոշ դեպքերում էլ ընդունելի են, բայց այնպիսի խոչընդոտների են հանդիպում, որ մինչև այսօր մարդկանց չնչին տոկոսն է օգտվել այդ ծրագրերից։ Հետևաբար պետք է ստեղծվի հանձնաժողով, ընտանիք առ ընտանիք հասկացվի, թե ինչի չի կարողանում այդ ծրագիրը արդյունավետ դառնալ։ Հազար ու մի հանգաման կա տարբեր ընտանիքների պարագայում, այդ չեմ ասում, որ փուլային գործարկում է նախատեսվում, հետևաբար ինչպես է ստացվում, ապրիլի 1-ից կրճատվում է, ընդհատվում է սոցիալական աջակցությունը, բայց բնակարանային ծրագիրը փուլային ձևով է ներդրվում, ապա այդ ընթացքում ինչ անեն են մարդիկ։ Այս բոլորը հարցեր են անխոս, որ լուծման ենթակա են քաղաքական կամքի եւ լայն կոնսոլիդացիայի պարագայում եւ որևէ մի խնդիր մեկը մյուսից կրկնում եմ անջատ չէ։ Մենք շատ ուրախ ենք ձեզ հետ այս քննարկումներ ունենալ, նաեւ մեխանիզմներ կառաջարկենք, վերջերս հրապարակումներ եմ տեսել այս խնդիրների լուծման անդրադարձող համակարգային լուծում տվող, որը ձեզ մեր զրույցի ընթացքում նաեւ կներկայացնեմ, մեր գործընկերը լավ վերլուծություն է արել եւ մենք պիտի արձանենք, որ այս խնդիրները լուծելի են։ Մնում է ցանկություն, որոշում եւ հետեւողական աշխատանք այս ուղղությամբ ու անզիջում պայքար, որպեսզի ձեր ամբողջ իրավունքները լիարժեքորեն մայր հայրենիքում իրացվեն։ Եթե ավելի փոքր ավելացնեմ, չկրկնվեմ, իհարկե ցավալի է, որ այսօր նման խնդիրների հետ կապված ենք մենք քննարկում անում, որի լուծումը Հայաստանի իշխանությունները պետք է վաղուց տային եւ արդեն 1.5 տարի է հենց ավալները